Սննդի անվտանգության տեսչությունը երեկ է բացահայտել, որ Տաշիր պիցցայի հյուսիսային պողոտայի մասնաճյուղի առաստաղը խնդիր ունի։ Կառուցվածքը սխալ է, չի կանխում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումն ու մասնիկների թափվելու հնարավորությունը։ Հատակի ու պատերի որոշ հատվածներ հարթ չեն, պատերը պատրաստված չեն չներծծվող, լվացվող ու ոչ թունավոր նյութերից։ Երևանի կենտրոնում երկար տարիներ գործող ու մարդաշատ կետի խախտումները տեսչությունն օպերատիվ արձանագրել է ու կողպել դռները։ Ստուգումները ընդհանուր սկսել են բոլոր իրենց 30 մասնաճյուղերում։ Վերջին 2 օրվա ընթացքում, երբ իրավապահները խուզարկում էին Տաշիր գրուպի սեփականատիրոջ տունը, ձերբակալում ու կալանավորում էին Սամվել Կարապետյանին, Տաշիր պիցցայի 8 մասնաճյուղ փակվեց։ Տեսչության ստուգումները, որ ըստ մամուլի խոսնակի սկսվել էին վաղուց, վերջին օրերին լայն թափով են ընթացել։ Տեսուչները նորմերի անհամապատասխանություններ են արձանագրել։ Իրենք ամեն տարի դիմում են եւ ամեն տարի էլ ստուգվում են, ամեն տարի էլ խնդիրներ լինում են եւ հրապարակվում են դրանք։ Սննդի տեսչության մամուլի խոսնակն ասաց, 36 մասնաճյուղից 13-ում արդեն ստուգումներն ավարտվել են ու միայն 3 կետում խնդիր չի եղել։ Ըստ հաղորդագրությունների գրեթե ամենուր նույն պատկերն է՝ տեխնիկական խնդիրներ։ Մյուս մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են։ Ըստ Անուշ Հարությունյանի, տեսչական մարմինը ստուգումները սկսել է ընկերության խնդրանքով, շաբաթներ առաջ են դիմել։ Իրենք են խնդրել իրենց մոտ ստուգումներ իրականացնել եւ իրենց ասվել է, որ թեև ձեր դիմունի վրա է, դա չի նշանակում, որ ուղղակի գալու ենք նայենք գնանք, լիարժեք ստուգումներ են լինելու եւ ամենայն խորությամբ նայելու ենք, եթե պետք լինի կասեցնելու են, իրենք ասել են որևէ խնդիր չկա, հենց մենք էլ ուզում ենք, որ տեսնենք, թե ինչ խախտումներ, ինչ խնդիրներ կան եւ այլն։ Եթե շաբաթներ առաջ են դիմել, ինչով են բացատրում տեսուչների վերջին օրերի օպերատիվությունը։ Տաշիր պիցցա ընկերության մարքեթինգի տնօրեն Արտակ Մաթևոսյանը չցանկացավ այս հարցին պատասխանել, նշեց, որ մինչև հայտնի իրադարձությունները տեսչական մարմինը ընդամենը 2 մասնաճյուղում հայտնաբերված խնդիրների մասին էր հայտնել։ 2 տեսակի կեսար ու մայրաքաղաքային աղցաններում մանրէներ էին հայտնաբերել։ Մինչև Կարեն Կարապետյանի ձերբակալությունը Էրեբունու այս մասնաճյուղի դռները չէին կողպել, ժամանակավորապես արգելել էին միայն աղցանների արտադրանքը։ Խնդիր որպես այդպեսի բարձրաձայնվել է եւ խնդիրը տեղում կարգավորվել է, հա։ Սատումների կողմից ասենք լաբորատոր հետազոտության է հայտնել սնունդը, որը չի համապատասխանել իրենց չափորոշիչներին, կասեցվել է կարճ ժամանակ ընթացքում այդ խնդիրը կարգավորվել է։ Այնինչ ներկայումս տեղի ունենում, այսինքն արդեն 9-րդ օբյեկտն է փակում են, մինչ այս դեպք չենք ունեցել։ Ընկերությունը ամեն տարի էլ դիմում է ստուգումների համար, նորություն չէ, շեշտեց տեսչության խոսնակը։ Իսկ այս ծավալով խախտումներ նախկինում հայտնաբերվել են, եղել է, որ տասնյակ մասնաճյուղերի դռներ կողպեն տեսուչները։ Այսպիսի մասշտաբի չի եղել, բայց պետք է հասկանալ, որ կազմակերպությունն էլ ինքը բավականին երկար ժամանակվա պատմություն ունի, գնալով հնանում է ու բնականաբար խնդիրներ էլ առաջանում են։ Եթե ամեն տարի ստուգումներ են լինում, ինչպես է ստացվել, որ տեսուչների աչքից վրիպել են հայտնաբերված տեխնիկական խնդիրները, անհարթ պատերն ու հատակը։ Տեսուչների այս բծախնդրությունը արտառոց է, թե նախկինում էլ այդպես եղել։ Ընկերության մարքեթինգի բաժնի տնօրենը հաստատեց, իրենց խնդրանքով են ստուգումներն անցկացվել, բայց որ տասնյակ կետեր փակվեն, նախկինում նման բան չի եղել։ Եղել է խնդիրներ, որոնք տեղում վերացվել են կամ կարճ ժամանակահատվածում, խնդիրը միանգամից կանխվել է։ Տաշիր համայնքում էլ ընկերության կաթնամթերքի արտադրամասի աշխատանքն են 3 կասեցրել, դարձյալ սանիտարահիգենիկ նորմերի խախտումների պատճառով։ Սննդի անվտանգության տեսչության լրատվականից վստահեցնում են, ստուգումները կապ չունեն վերջին օրերի զարգացումների հետ, ապա քաղաքական են։ Մենք օրենքի շրջանակներում գործողություններ իրականացնող մարմին ենք, ինչը եւ անում ենք։ Միլիարդատեր գործարարը վարչապետի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ից, երբ պաշտպանեց հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Վարչապետ Փաշինյանն այս մեկնաբանությանը արձագանքեց սպառնալից ու կրկին վիրավորանքներով։ Հայաստանի ղեկավարի գրառումից ժամեր անց ոստիկանները շրջապատեցին գործարարի առանձնատունը, ձերբակալեցին ու 1 օր անց էլ կալանավորեցին նրան։ Նիկոլ Փաշինյանը մտադրվել է Ռուսաստանաբնակ գործարարի ձեռքից վերցնել հայ էլեկտրական ցանցերն ու պետականացնել։ Սպառնում է այս ուղղությամբ քայլեր սկսել։